Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում են տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն-ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին դպրոցներից ու մանկապարտեզներից։ Հրավիրվում են զինվորականներ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, երկրապահ կամավորականներ ու զոհված ազատամարտիկների հարազատներ։ Այսօր հնարավորություն կա նաև այցելել Զորամասեր եւ այնտեղ անցկացնել միջոցառումը։ Այս տարի Կապանի համար 13 հիմնական դպրոցի աշակերտները որոշեցին հենց Զորամասում անցկացնել բանակի 25-ամյակին նվիրված բաց դասը։ Զորամասի հրամանատարությունը ընդառաջելով դպրոցականներին ճանաչողական էքսկուրս կազմակերպեց Զորամասի տարածքում։ Աշակերտներն էլ իրենց հերթին ցուցադրեցին իրենց հմտություններն ու գիտելիքները նախնական զինվորական պատրաստություն առարկայից։ Հյուրերը նաև ողջույնի խոսք էին նախատեսել համեմված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Հունվարի 28-ը հայոց ազգային բանակի ու հայ զինվորի օրն է։ Մեր ազգային արժեքներից ամենակարևորը եւ նվիրականը հայոց ազգային բանակն է։ Բանակ, որը թեև երիտասարդ է, ընդամենը 25 տարեկան,
սակայն հզոր է, մարտունակ, անպարտելի ու հաղթական։ Հայոց ազգային բանակը ստեղծվել է ձեր հայրերի ու ձեր շնորհիվ։ Բազմահազար հայ նվիրյալների սխրագործությունների ու կյանքի գնով։ Ու այսօր մեր բանակը վստահորեն պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները, ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի խաղաղ գոյությունը։ Սիրելի ներկաներ, ուզում եմ շնորհավորել ձեզ մեծ բոլորիս Հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանալ ձեզ բարի խաղաղ ծառայություն, մեր բանակին ել ավելի հզորացում, ցանկանում եմ, որ դուք բարձր պահեք մեր ազգային ոգին ու Հայոց ազգային բանակի պատիվը։ Մեր անկախ պետության սիրասուն զավակն է հայոց բանակը, որ ծնունդ առավ հայրենիքի կենաց և մահու պաշտպանության մարտերում, ապա աճեց ու ամրապնդվեց դյուցազում, առյուծազարմ սասնադավթի նման։ Հայոց բանակը մեզանում մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրանունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը։ Հայոց բանակը իր 25-րդ տարեդարձը դիմավորում է նուրբ ձեռքբերումներով ու մշտանորոգ հաղթանակներով, մարտունակ ու արիվոքով, նաև ամուր հեղինակությամբ ու վստահությամբ, որ ունի մեր ժողովրդի ոգում։ Մեր բարձր գնահատանքն ենք բերում հայոց բանակի կազմավորման և զորացման, առյուծասիրտ ոգուկերտման գործում ավանդ ու երախտիկ ունեցող մեր զավակներին։ Ավանդապահ և ավանդապաշտ մեր ժողովուրդը լավ ու վատ, ուրախ և դժվարին օրերին իր հարգանքի տուրքն է մատուցում կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած զինվորներին և նահատակներին։ Այսօր էլ շարունակվում է անավարտ պատերազմը։ Ցավոք այսօր էլ հայ զինվորը շատ ավելի զորեղ լինելով հանդերձ երբեմն ստիպված է լինում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Այսօր հիշում և խոնարհվում ենք մեր բոլոր ժամանակների նահատակ հայրենյաց պաշտպանության համար մարտերում մարտիրոսված մեր բոլոր զավակների անմար ու պայծառ հիշատակի առաջ և հայցում Աստծուց, որ իր երկնային խաղաղության լույս օթևաների մեջ հանգիստ պարգևի հանուն հայրենյաց գոյամարտերում իրենց կյանքը տված զավակներին։ Թող մեր կյանքում միշտ շողայրենի ծառայության պատիվն ու պարծանքը։ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում եմ ձեզ արևշատություն, նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, ձեր ծառայողական և հայրենանվեր գործունեության մեջ, հանուն Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության և հայոց անպարտելի բանակի արգասաբեր պայծառության և բարգավաճման։ Փառք ու պատիվ ձեզ։ Հազար փառք։ Ես հայ եմ, հին ինչպես լեռն ես բիբլիական, թաց է ոտքերս դեռ ջրվելու քիչերից, իմ սուրբ հողն է տեսել նույն առաջին անգամ, Բաբելոնյան բելը խորտակվել ինձ, իմ մատների հետքն է գրում կողմի վրա, քարն առաջին անգամ մամրով, իմ ձեռքով տաշվող, և միացածով իմ շաղախով իմ արյան, Արարատյան դաշտում Մեհրանի վեմ դարձավ։ Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված որ խաղաղությունը պաշտպանվում է մշտապես աչալրջը զգոր բանակի կողմից։ Մայր, այս կարգ անունը իրավի աստվածային է։ Այսօր բոլորս գլուխ պետք է խոնարհենք ոչ միայն այն մայրերի առջև, որոնք կարողացել են դաստիարակել այնպիսի որդիներ, որոնք իրենց աչքի լույսը, կյանքը, կրիչքի թևերը տվեցին հայրենիքի փրկությանը, և մենք ազգովի իրենց զավակների փոխարեն պետք է տեր կանգնենք նրանց։ Thank you.
Նախորդային զորամաս էին այցելել նաև Կապանի համար 6 հիմնական դպրոցի աշակերտները, իսկ այսօր արդեն հայրենասիրական միջոցառում անցկացվեց դպրոցի դահլիճում։ Արցախյան պատերազմ, հայոց բանակի ստեղծում, ապրիլյան քառօրյա պատերազմ։ Եթե նախորդ երկու իրադարձությունների վերաբերյալ երեխաների պատկերացումները գրքային են, ապա վերջին իրողությանը նրանք ակամա ականատես էին, երգում էին հոգով, արտասանում սրտանց։ Անպարտելի կորուն դարձած։ Շնորհավոր քո տարեդարձը, մաղթում եմ քեզ լիարժեք կյանք, մնա այդպես, փառքով, պատվով, հոգով արի, անկոտրում կյանք։ Հզորացիր դեռ ավելի, հզորացու քո ապագան, չունենաս դու էլ թշնամի, ապրես կայուն ու անսասան։ Մարտիկներիդ համախմբի, սատար կանգնիր քո վե ազգին, ամուր Պարիս սահմանները Աստված տա քո կուր բասկին։ Զինված ուժեր հիշորով են հակահարված տալ ամեն մի ոտնձգության, ուղղված պետության ու ժողովրդի անվտանգության և անկախության դեմ։ Իրոք, չէ որ Հայաստանը գտնվում է բարդ, բայց չնավտանգ ռազմաքաղաքական տարածաշրջանում, ուր որոշ հարևաններ մեր հանդեպ ունեն թշնամական նկրտումներ, և մեր անկախությունը, անվտանգությունը կարող է ապահովել միայն հզոր և մարդունակ բանակը։ Մենք կլինենք ձեր երազած սերունդը, որ երբեք վախուր կրակ չի վերցնի օտար խարույկներից։ Միայն սա է մեր ճանապարհը, դարերով տված, մասում փորձություններ անցած։ Մեր ժողովուրդը երկար է երազել պետություն և այն պաշտպանող բանակ ունենալու մասին։ Այն այսօր այլևս իրականություն է դարձել։ Ընդամենը 25 տարի առաջ մեր հայ քաջորդիները իրենց կյանքով ապացուցեցին Թուրքին, որ իրենք առավել են թե իրենց ուժով, թե իրենց բարոյականությամբ։ Մեր ժողովուրդը ևս մեկ անգամ դարավոր փորձից համոզվեց, որ միայն սեփական զինված ուժերը կարող են լինել մեր անվտանգության երաշխիքը։ Միայն հզոր բանակ ունեցող ազգը կարող է հպարտությամբ և հանգիստ խղճով դիմավորել իր լուսաբացները, համոզված լինելով, որ իր անվտանգությունն ապահոված է մշտարթուն և զգոն բանակի կողմից։ Լինելով կապանցի, միշտ հպարտությամբ ենք խոսում Արցախյան ազատամարտի հաղթանակի մասին, որովհետև ունենք այդ ազատամարտում քաջաբար կռված ազատամարտիկներ և մեր քաջած հողին իրենց կյանքը նվիրաբերած հերոսներ։ Սիրելի ծնողներ, մեր դպրոցի զոհված ազատամարտիկ շրջանավարտների ծնողներ, Արցախյան ազատամարտի հարգարժան երկրապահներ, զինվորներ, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի ամբողջ կոլեկտիվը խոնարհում է ձեր կատարած գործի առջև և ևս մեկ անգամ հիշեցնում, որ միշտ հիշում ենք ձեր բարի գործը։ Իհարկե բանակը
շատ դժվարություններ ունեցել, շատ դժվարությունով ստեղծվել է, ոչ թե բանակն է դժվարությունով ստեղծվել, այդ նախնական միջև բանակը ստեղծվելը դա հիմնական խնդիրը դա մեր վրա էր եւ մեր կամքի մեր հզորության հիման վրա նաեւ ստեղծվեց հայոց պետական բանակը, որը եւ բանակի ստեղծման որոշների արդյունքներից մեկն էլ ասենք մենք ենք, որ շարունակական միջև առաջորդ բանակին սատարում ենք, բանակին ներսուկ ենք կանգնում եւ հարկ եղած ժամանակ միշտ ելնում ենք առաջի գծին։ Ինչպես քարորյա պատերազմին եւս մեկ անգամ մենք երկրապահներս, մենք ազատամարտիկներս ապացուցեցինք, որ մենք էլի զինվորի կողքին ենք, էլի զինվորի հետ ենք։ Մենք չենք թողնելու մեր զինվորներին առանց որևէ մի բանի։ Մեր փորձն ու գիտելիքը այն, որ մենք անցել ենք պատերազմի ճակատագրով, դա կյանքի փորձ է։ Փորձված թանը երբեք անփորձ մասունի հետ չեն փոխում։ Այդպիսի ժողովրդական մի արտահայտություն կա։ Իհարկե պետք էր, որ մենք զինվորների մոտ ունեինք, պետք էր, որ այդ երեխաներին ուղղություն տայինք։ Ես ուզում եմ Աստված կանչեմ, որ երբևէ մեր երկրում եւս մեկ անգամ պատերազմ չլինի, թող այս երեխաները, որ այսօր ծառում են հայոց սահմաններն են պահպանում, թող միշտ խաղազեւով ծառայեն ու յուրաքանչյուրը առողջ մեկնի սահմանները պահելու եւ առողջ վերադառնալ։ Պատերազմը արհավիրք է բոլոր ժողովուրդների համար։ Պատերազմը ունի հետևյալ հասկացողությունը, պատերազմով ազգեր են ոչնչանում, պատերազմում ազգեր են հպարտանում, այսօր հպարտ է հայ ազգը, հայ ժողովուրդը, որի փոքրաթիվ քանակով կարողացավ 600 տարի պետություն ունեցող երկիրը դարձնել հզոր երկիր, հզոր բանակ, տարածաշրջանում ունենալով կայուն բանակ։ Ամերիկայի վերջին նախագահ մի բառ ասավ. այն ազգը, որ չունի սահման, նա ազգ կոչելու իրավունք չունի։ Մեր ունենք մեր սահմանները, ունեցել ենք մեր սահմանները եւ կունենանք։ Այս շնորհիվ մեր այն հերոսների, որոնք կարողացան ջարդել թշնամուն, կարողացան հետ վերցնել այն հողերը, որոնք երի են թուրք բարբարոսների, հպարտ եք նրանցով։ Ես հպարտ եմ իմ զավակներով, որոնք իրենց կյանքն են իրենք տվել այս երկրին, այս ազգին, այս դպրոցին, այս քաղաքին, այս ընդհանուր ժողովրդին, հայ ազգին։ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Կապանի գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում։ Հետաքրքիր եւ ուշագրավ էին նաեւ նախակրթարաններում կազմակերպված հանդեսները։ Բանակ, որ կազմավորվել է անկախ պետականության վերականգնման գործընթացում եւ դարձել մեր ամենամեծ ձեռքբերումը։ Շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանող բազմաթիվ աջակցիների անմոռաց նվիրումի եւ նրանց հերոսական պայքարի արդյունքում մենք ունեցանք տարածաշրջանի ամենամարտունակ եւ լավագույն բանակը։ Եվ դրա վառ ապացույցը եղավ ապրիլյան քարորյա պատերազմը, որի ընթացքում ճիշտ է բազմաթիվ զոհեր տվեցին, բայց հաղթանակած դուրս եկան։ Ցավոք սրտի ունեցանք նաեւ կապանցի հերոսներ։ Շնորհավորել մեր հայ ազգին, որ պատիվ ունի սեփական բանակը ունենալու։ Մաղթենք մեր բոլոր զինծառայողներին, բարի եւ ամենակարևորը անկործանք ծառայություն։ 1992 թվականին հունվարի 28-ը համարվեց բանակի ծննդյան օր եւ հայտարարվեց պետական տոն։ Ողջույն քեզ, ողջույն մեր հզոր բանակ, մեր հայրենիքի դու արթուն պահակ, հերոսներ ունես անհապ դու ցածուն, փառքով պսակված մարտի դաշտերում, հաղթել ես դու միշտ աննախ թշնամուն, ամբողջ աշխարհը քո գովքն է անում։
հիացած եմ այսօր ներկա գտնվելու այս միջոցառմանը շատ հաճելի է։ Իմ երեխաները այստեղ չեն սովորում, ուրիշ մանկապարտեզում են, բայց ես մեծ հաճույքով մասնակցեցի եւ շատ տպավորված եմ, որովհետեւ իրոք ամեն ինչ լավ մտածված է եւ համազգեստները եւ երեխաների վարքը, վարքագիծը բեմի վրա, իրենց ինքնադրսևորումը շատ լավ է, որ մեր երեխաների մեջ պետական մտածողություն է դաստիարակում մանկուց, սեր է դաստիարակում մեր բանակի, մեր պետության, մեր երկրի նկատմամբ։ Մինչև Արցախյան պատերազմի սկսելը մեր հայ ազգը չուներ հնարավորություն իր որդիներին հայրենասիրական ոգով դաստիարակել։ Եվ այսօր ունենալով անկախ պետականություն, դեռ մանկապարտեզից մենք մեր երեխաներին հայրենասիրություն ենք դաստիարակում։ Սիրելի դպրոցի մանկապարտեզի կոլեկտիվ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր ազգանալի գործի համար եւ համոզված եմ, որ դեռ մանուկ հասակից այսպեսի հայրենասիրություն դաստիարակված մեր երեխաները մեր բանակը կդարձնեն ավելի անպարտելի, իսկ մեր պետականությունը կլինի հավերժ։ Իդեպ հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված քաղաքային միջոցառումների ծրագիրը եւս մեկնարկել է այսօր ապրիլյան քարորիա պատերազմում զոհված կապանցի Նորայր Գասպարյանին նվիրված միջոցառումների շարքով, որին կանդրադառնանք Կապանլուրի հետագա թողարկմանը։